Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր։ Մենք սկսում ենք մեր ուղիղ հեռարձակումը ամառային նոր առավոտ հուլիսի 10-ի առավոտը միասին դիմավորում ենք հանրայինի ուղիղ եթերում։ Բարի լույս եւ բարի գալուստ ուրբաթ օրվա եթերին օրն ուրբաթ է, շաբաթն ամփոփում ենք միասին, վերջին օրերը բավական կարծես թե խիտ եւ հագեցած էին եթերային առումով, հետաքրքիր հյուրեր ենք ունեցել, այսօր նույնպես մշակութային թեմայով ենք օրվա ընթացքում խոսելու, բայց բացի թեմայից բնականաբար ձեզ կապահովենք նաեւ տեղեկատվության անհրաժեշտ պաշարով, հետաքրքիր լուրերով, կունենանք ռադիոլուրից մեր գործընկերներին տաղավարում, որոնք կպատմեն վերջին իրադարձությունների մասին։ Մինչև ժամը 11-ը սուրճ, սեր, լավ տրամադրություն եւ իհարկե արդյունավետ օրվա բաղադրատոմսը մեր ձեռքում է, հետևեք մեզ, մենք եթերում ենք նաեւ մեր վիրտուալ հարթակներում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջում եւ նաեւ մեր կայքում armradio.am մեզ կարող եք դիտել, գրել մեկնաբանություններ, զանգահարել, իդեպ 3 շատ ակտիվ էին մեր ռադիո լսողները, հատկապես Facebook-յան հարթակում, մենք շատ ողջավորված ենք եւ նույնը ակնկալում ենք այսօր 553702 այն հեռախոսահամարն է, որով սպասում ենք ձեր զանգերին եւ իհարկե էլ ինչ առավոտ առանց լավ երաժշտության, նոր երաժշտության, որը մեզ համար սովորաբար ապահովում է Սևակը։ Սոնա Ռուբենյանի նոր երգը լսենք, որը ժամեր առաջ է թողարկվել Հայտուն, այստեղ երգչուհին նաեւ ակնարկում է, որ շուտով նոր բալիկ է ունենալու։ Պրեմիերա մեր եթերում Սոնա Ռուբենյան։ Պատմություն է իմ ու քո կերտում
Սուրճ ու սեր առավոտից։ Շնորհավորում ենք Սոնային նոր երգի եւ տեսալովակի կապակցությամբ եւ Մարիին էլ ենք շնորհավորում։ Այո, Մարին վստահաբար այս շրջանի ամենահայտնի հայ փոքրիկն է եւ վերջին շրջանի համացանցի աստղը։ Կարծում եմ չկա մարդ, որը Մարիին չի սիրում եւ չի սպասում նրա վիդեոներին, նույնիսկ եթե անձամբ չես հետևում Սոնա Ռուբենյանի էջին, միևնույն է, երբ TikTok-ում կամ Instagram-ում բերում է, մի քանի անգամ դիտում ենք նրա մասնակցությամբ վիդեոները։ Այո։ Մենք Facebook-ում արդեն մեկնաբանություն ունենք։ Այո, մեզ միացել է Յուրի Մարգարյանը, մեր ռադիո լսող, նա գրում է. «Բարի լույս, սիրելի հանրային ռադիո։ Ողջույն հայ ազգ, ողջույն ծանոթ անծանոթներին, բոլորիս լավ տրամադրություն ու լավ օր եմ մաղթում։ Ձեզ հատկապես անխափան եթերներ ու լավ լուրերի պակաս թող որ չունենաք»։ Այսպիսի մեկնաբանություններ շատ եմ սիրում առավոտյան կարդալ։ Շնորհակալ ենք Յուրիին մեկնաբանության համար։ Ձեզ նույնպես կոչ ենք անում մեզ մեկնաբանություն գրել եւ առհասարակ մնալ մեզ հետ, հատկապես եթե հիմա ավտոճանապարհներին եք, ուզում եք հասկանալ ինչ վիճակ է լինելու խցանումների առումով եւ առհասարակ օրվա փոխարժեքն ինչպիսին է, ավտոճանապարհները Հայաստանում ինչպիսին են եւ որ հաստատ պակաս կարեւոր չէ, ինչ եղանակ է սպասվում։ Այո, սկսենք օդերևութաբանների կանխատեսումներից հանրապետության տարածքում այսօրվանից մինչև հուլիսի 14-ը կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև ու ամպրոպ, քամին հարավ-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում արդեն վաղվանից երեկոյան ժամերին քամուշ գնացում է սպասվում։ Օդի ջերմաստիճանը այսօր ու վաղը կբարձրանա 6-ից 8 նիշով, միայն Լոռի Տավուշում հուլիսի 12-ից 3-ը կնվազի 4-ից 5 աստիճանով։ Քանի որ առաջիկա 2 օրը եթերում չենք լինելու, ամփոփ ներկայացնում եմ նաև weekend-ին, ազատ օրերին սպասվող կանխատեսումները։ Երևանում հուլիսի 10-ից հուլիսի 14-ը, այսինքն այսօրվանից սպասվում է առանց տեղումների եղանակ, այնպես որ առաջիկա օրերին մոռացեք անձրևանոցների մասին եւ հոպ միանգամից արդեն 35 աստիճան տաքություն է այսօր առավելագույնը լինելու ցերեկը Երևանում, երեկոյան 29, իսկ գիշերը 23 աստիճան։ Եվ տեսնենք հեռախոսային հավելվածը ինչ է մեզ ասում, այս պահին մեր մայրաքաղաքում արդեն 25 աստիճան տաքություն է եւ բավական արևոտ եղանակ է։ Իսկապես շատ հաճելի առավոտ էր ռադիոտան Բաքում, մեծ սիրով սկսեցինք եթերը, եղանակը նույնպես նպաստում է եւ հաճելի են նորությունները նաեւ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհների հետ կապված։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մեզ մոտ ավտոճանապարհներն անցանելի են։ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իդեպ Սևակ մինչև Երևանյան ավտոճանապարհներին անդրադառնալը, եթե չեմ սխալվում, լավ լուրեր կան Կիևյանի մասով, չէ՞, կարծես թե նախատեսվածից ավելի շուտ կավարտեն շինարարությունը։ Իդեպ 3 եթերում ենք, երբ այդ լուրը տեսա, բայց քանի որ չէի հասցնի ճշտել, դրա համար չհայտնեցինք։ Այո, օգոստոսի 15-ին, կարծես թե 20-ից հետո էր նախատեսվում բացել կամուրջը, քաղաքապետարանը լավ լուրով երեք հանդես եկավ եւ հայտնեց, որ ավելի շուտ կավարտեն կամրջի շինարարությունը, չնայած այն բոլոր խոսակցություններին երևի համացանցում էլ տեսել ես, որ մարդիկ դժգոհում էին, որ կարծես թե աշխատանքները դանդաղ են առաջ գնում, բայց ահա օգոստոսի 15-ին կամուրջը նախատեսվում է բացել, ինչը խիստ կարևոր է, որովհետեւ դրանով պայմանավորված ամեն առավոտ տեսնում ենք, թե ինչ պատկեր է այդ հատվածում 7 է խցանումային նիշը այս պահին, Իսակովը Երևանյան լճից սկսած եւ դեռ մի փոքր ավելի խորքից էլ բավական ծարաբեռնված է, հատկապես լճի հատվածից սկսած բավական մուգ կարմիր է դառնում գույնը, մինչև դե Կիևյան ներողություն հաղթանակի կամուրջ եկող հատվածը։ Մոնթե Մելքոնյան փողոցը բավական ծանրաբեռնված է, սա էլի կապված է Կիևյանի փակ լինելու հետ։ Աթենքի փողոցը առևտրի մեծ կենտրոնից սկսած դեպի հաղթանակի կամուրջ կրկին ծանրաբեռնված է։ Հաղթանակի կամուրջի վրա, եթե ճիշտ եմ տեսնում, կա վթար, այո, որը արձանագրվել է 9-18-ի դրությամբ, հուսանք, որ թեթև վթար է, դրա պատճառով եւս այստեղ երթևեկությունը փոքր-ինչ դանդաղել է։ Դե Հրազդանի կիրճը ծանրաբեռնված է, դա բնականաբար պայմանավորված է Կիևյան կամրջի փակ լինելու հետ։ Գանք այս կողմեր Կիևյանը արդեն կամրջից հետո այս մասում բավական թեթև է, որովհետև շարժը բավական թեթևացել է ավտոմեքենաների, բայց ահա Կոմիտասի պողոտայում բնականաբար կան տեղ-տեղ խցանումներ, բարեկամության հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է։ Գանք կենտրոն, հատկապես փոքր կենտրոնում, գիտեք, այս ժամերին մեքենաները շատ են եւ
խցանումները եւս Մաշտոցի Պողոտան Մատենադարանից մինչև կարելի ասել Փակ շուկա ծանրաբեռնված է Սայատնովա փողոցում կա խցանում Կորյունը բավական ծանրաբեռնված է մի խոսքով այն բոլոր ավտոճանապարհները մայրաքաղաքի որոնք այս ժամերին ծանրաբեռնված են լինում այս պահին եւս պատկերը նույնն է մենք մեր ռադիոլսողներին խորհուրդ ենք տալիս նախ թեթև նայել այսօր ծանրաբեռնված երթևեկությանը ուրբաթ է եւ նաեւ հետեւել մեզ մինչեւ ժամը 11-ը մենք ուղիղ եթերում ենք եթե հնարավորություն կա մեզ կարող եք նաեւ զանգահարել Այո, կարող եք նաեւ զանգահարել 55 37 02 հեռախոսամարով եւ շատ արագ ստացանք նաեւ զանգ բարի լույս Բարի լույս Դուք եթերում եք ինչպես եք Լավ եմ Ալիսա Բադալյանն է Մենք մի անգամից ճանաչեցինք Այո, մենք հասկացանք Տիկին Բադալյան Ես զանգահարում եմ այս պահին Արարատի մարզի Արարատի մարզի ձեր ողջուններն եմ ուղարկում ձեզ Ես գտնվում եմ Ամարանոցում Հրաշալի է Մի բան ասեմ ձեզ ես Ամարանոցում 4 տարվա դադարից հետո նոր զանգահարում եմ Ամարանոցից Դելուսինեն գիտի ինչի համար էլի ամուսինս որ մահացավ ես 4 տարի Ամարանոցի ռադիոընթունիչը չեմ միացրել այսօր ոնց որ թե ռիսկ արեցի միացրեցի եւ հաճելի հույսեր արտնասավի մեզ համար կրկնակի հաճելի է, որ այսօր մենք ենք եթերում Արարատի մարզում շոք է, տակ ջերմություն եմ ուղարկում ձեզ լավոր եմ մաղթում, ինձ մոտ հաճելի հուշեր արտնացան և տխրալի պահեր առաջացան, թող ձեր մոտ երբեք տխուր պահեր չառաջանան Հաջողություն ձեզ Շատ շնորհակալ եմ Տիկին Բադալյան Դուք նույնպես Զանգը ընդունելու համար Սիրով Մենք ենք շնորհակալ մեզ զանգահարելու համար շատ հաճելի է ձեզ հետ կիսել ձեր ուրախ թե տխուր պահերը ուրախ ենք որ ձեր կողքին ենք այո մինչև ժամը 11-ը եւ մեր մյուս բոլոր ռադիոլսողներին ենք հորդորում մինչև 11-ը մեզ հետ լինել եթերում եւ երեք մեկ ցավալի լուր էլ ստացանք երաժիշտ արվեստից բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը կյանքից հեռացավ 75 տարեկան հասակում այս մասին երգչուհու կայքում տարածած հաղորդագրության մեջ է նշվում խորը ցավով Բոնի ընտանիքը եւ թիմը հայտնում են որ գիշերը Բոնին անսպասելիորեն հեռացել է կյանքից Պորտուգալիայի այն հիվանդանոցում որտեղ բուժում էր ստանում երգչուհու անուն ազգանունը միգուցե շատերին միանգամից հայտնի չէ բայց մի քանի երգ կա որ այցեքարտային են երգչուհու համար դրանցից մեկը հատկապես վերջերս նաեւ TikTok-ում եւ Instagram-ում է տարածված հերոսների մասին երգը, որը երեք կրկին շատ-շատերի մոտ տեսա, որ տարածում էին։ Առաջարկում եմ լսել երգչուհուն, որից հետո կվերադառնանք, կկարդանք ձեր նոր մեկնաբանությունները, կծանոթանանք տարադրամի փոխարժեքին եւ կթերթենք օրացույցի էջերը։ Այո, Bonnie Tyler Holding Out for a Hero
Սուրճ ու սեր առավոտից։ 9:48 շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը եւ կարծես ներողություն էլի զանգ ունենք։ Ահա։ Բարի լույս։ Ողջույն Տիկին Անահիտ։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք Տիկին Անահիտ։ Փորձում եմ լավ լինել ձեզ հետ, բավական դժվարություններով, մի քիչ նյարդային, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի կատարման համար, գիտեք, արվեստագետի ֆիզիկապես հեռանալը հենց սրանով է մխիթարում մեզ, որ նրանց թողած ժառանգությունը ուղղակի հիանում է, ես չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, այս խրպոտ ձայնը, այս տեմպրը, այս հիանալի է բոնի Թայլերի ուղղակի ես մի քիչ ինձ ջղայնանում եմ, ասեմ Տեր Աստված, ես ինչ է կատարում, թե Հայաստանում, թե աշխարհում, մեկը մյուսի հետևից այնց լավ արվեստագետներ են կորցնում, եւ Նիկոլայ Ծատուրյանին, եւ Արտաշես Ալեքսանյանին, մի խոսքով էլի ճիշտ է, մի օր գալու է ժամանակը մենք գնանք, բայց մեկը ափսոսում ես, ինչու էլի, ինչու միայն մխիթարությունը նրանց թողած մեծ ժառանգությունն է, հենց օրինակ Նիկոլայ Ծատուրյանն ինչքան ձայնագրություններ ունի հանրային ռադիոյում, ոնց խոսում ենք հանրային ռադիոն ամեն առումով մեզ օգնության է գալիս, որպեսզի ովքեր ֆիզիկապես թողել են մեզ, մենք վայելենք նրանց ներկայությունը, ինչի համար շնորհակալություն։ Իրեք ինձ համար գերագույն հաճույք էր Տիկին Ալիսայի ձայնը լսել, ես նրան չեմ մոռացել, անմիջապես ուրախացա տրամադրությանս մեջ փոփոխություն եղավ։ Ես շնորհակալ եմ Սևակ ջան, Վեգա ջան, ձեր եթերից Եվ երկու շատ արագ բանել ասեմ ու չզբաղեցնեմ ձեզ, ասեմ, որ Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ եւ նա կմրցի Իսպանիա, Բելգիա զույգի հաղթողի հետ ու մի բան էլ ասեմ Սևակ ջան, այս աշխարհի առաջնության մեջ երկու մեծ մինուս եղավ, տա Աստված, որ այդ երկու մինուսով սահմանափակվենք առաջինը, երբ որ Ֆրանսիան Պարագվայի հավաքականի հետ մրցեց, ուղղակի Պարագվայը թիմ չէր, խուլիգաններ էին բառես ամենաուղիղ իմաստով եւ մրցավար իրան պատշաճ չպահեց, ոչ թե այստեղ նայեր, որ ես Ֆրանսիային եմ երկրպագում դրա համար եմ ասում, ուղղակի կարելի է ազնիվ ֆուտբոլ խաղալ եւ երկրորդ ամենամեծ մինուսը Դոնալդ Տրամպի արարքն էր, որ իր երկարչիցը մի ֆուտբոլային աշխարհում չեր մցրել, այդտեղ մցրեց եւ Ջանի Ինֆանտինոին խնդրեց, եթե կարելի նրա խնդրանքները միշտ պահանջներ են, չեղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների խաղացողի։ Այո, կարմիր քարտը։ Եղա, շատ եղա, որովհետեւ ես չեմ սիրում, որ ֆուտբոլը գոնե թողեք այս սպորտաձև էլի ազնիվ մնա, մենք էլ հիանանք դրանով։ Ձեզ լավ օր։ Շնորհակալ ենք Տիկին Անահիտ, ձեզ նույնպես։ Եվ շնորհակալ ենք, որ դուք մեր կողքին եք, լավ եղեք, ձեր խոնարհծառը Ավետիսյան Անահիտ, լավ եղեք։ Շատ շնորհակալ ենք Տիկին Անահիտ, շնորհակալ ենք զանգի համար։ Մինչև իհարկե մարզականորություններին անպայման եթերաժամի վերջին հատվածում կանդրադառնանք, բայց մինչև այդ տեսնենք թե տարադրամի փոխարժեքն այսօր ինչպիսին է, ըստ կենտրոնական բանկի, սկսենք ամերիկյան դոլարից, այն այսօր համարժեք է 367 դրամի եւ 12 լումայի, 419 դրամ 32 լումա է եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 8 է, 139 դրամ 38 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 491 դրամ է 68 լումա, դիրհամն այսօր 99 դրամ է 951 լումա, իրանական ռիալն էլ 0.026 է։ Մենք կարծես նաև նոր մեկնաբանություններ ունենք, այսօր շատ ակտիվ են մեր ռադիոլսողները, անգամ օրվա տեղեկատվության այս հատվածը ընդհատեցինք, որովհետև եւ զանգեր ունենք եւ մեկնաբանություններ, ինչը շատ հաճելի է, միշտ կարող եք մեզ այդ տեսանկյունից ընդհատել։ Այո, մենք միշտ ուրախանում ենք, երբ եթերը ել ավելի ինտերակտիվ եք դարձնում։ Դավթյան Արմենն է մեզ բարի լույս մաղթում, բարի լույս ձեզ հարգելի ընկերներ, ինձ էլ կոմպլիմենտ է արել։ Այսօր շատ գեղեցիկ եմ ըստ մեր ռադիոլսողի, ինչի համար շնորհակալ եմ։ Անի Ահարոնյանը գրում է բարի լույս Իջևանից ինչպես միշտ օրը սկսվեց ձեր հաճելի ընկերակցությամբ ու ձայներով այսօր իմ աղջիկը Անահիտի ծնունդն է 12 տարեկանը ցանկանում եմ որ իր կյանքի ճանապարհին միշտ ծաղկեն երջանկության ծաղիկները մնա ժպտերես ու յուրահատուկ մենք էլ ենք միանում շնորհավորանքին շնորհավորում ենք ինչպես Անահիտին այնպես էլ բոլոր այն մարդկանց ում ծնունդն է այսօր Այո օրվա հոբելյարներին օրացույցին կարծում եմ արդեն եթերաժամի երկրորդ հատվածում կանդրադառնանք մենք այժմ եւս մեկ
երկ կլսենք, որից հետո ռադիոլուրի հերթն է, ժամը 10-ի թողարկմանը կծանոթանանք, ձեզ հիշեցնենք, որ օրվա բոլոր նորություններին կարող եք հետևել նաև մեր կայքում, որը 24/7 ռեժիմով թարմացվում է armradio.am, ինչպես նաև Հայաստանի հանրային ռադիոյի սոցիալական մեդիայի էջերին։ Arsen G, will you marry me? Hey cutie pie, just take my hand. Let's jump into this crazy land. They simply call it married life. I can't believe you'll be my wife. We'll share the weight of bills and dreams. In every struggle, everything. With every heartbeat, can't you feel? This longing love is also real. If you call my name, call me your one and only. And pick me to stay alone. I promise you will never be lonely. Just keep me, don't prove me wrong. You're right every way with no worry. Say yes, it's the time to hurry. Will you marry me? I feel your heart's calling me. I know you crave something real. I'm sure you'll make a perfect one, but I'm afraid to change my life. And though I stumble, I won't fall. With you I'll rise above it all. Let's take a chance and fight the fear. For in my heart I hold you near. If you call my name, call me your one and only. And pick me to stay alone. I promise you will never be lonely. Just keep me, don't prove me wrong. Be right every way with no worry. Say yes, it's the time to hurry. Will you marry me? Talk and say our love is bright and red. They say we're crazy, kind, blind, we don't mind, and we're totally fine. If you call my name, call me your one and only. And pick me to stay alone. I promise you will never be lonely. Just keep me, don't prove me wrong. You're right every way with no worry. Say yes, it's the time to hurry. Will you marry? Will you marry me? Will you marry me? Սուրճ ու սեր առավոտից։ 9:57 դուք շարունակում եք հետևել հանրային ռադիոյի առաջին ծրագրին Սուրճ ու սեր առավոտից մենք մաղթում ենք, ապահովում ենք, իհարկե անցել ենք սառը սուրճի, դե հաշվի առնելով եղանակային պայմանները։ Այո, միասին ուրբաթ է այսօր, միասին ճանապարհում ենք հուլիսի 2-րդ շաբաթը, առաջիկայում տոնական հանգստյան օրերն են, գիտեք, որ վաղը չեմս օրը Կիրակի ամբողջ Հայաստանը նշելու է Վարդավառը, ձեզ արդեն պատմել ենք, որ տոնական միջոցառումներ են սպասվում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, մասնավորապես Կողբում, շատ հետաքրքիր ձևով նշվելու է Վարդավառը։ Իհարկե, եթերը ժամի ընթացքում ավելի ուշ ձեզ եւս մեկ անգամ կհիշեցնենք, թե մայրաքաղաքում, թե Կողբում ժամը քանիսին, ինչ միջոցառումներ են սպասվում։ Մեր տաղավարում է արդեն ռադիոլուրի մեր գործընկերը Մարլենան, բարի լույս Մարլենա։ Բարի լույս։ Վերջին անգամ երբ ես խաղացել ջրոցի, ինչպես ասում ենք, ավելի ժողովրդական լեզվով։ Առիթ ունեցել եմ ասել
ասելու, որ նման տոները, որոնք երջանկություն են բերում երեխաներին, հիմնականում երջանկություն են բերում նաև ինձ որպես մայր, որովհետև ես առիթը օգտագործում եմ եւ խաղում եմ նրանց հետ նաև ջրոցի։ Մարլենա, վստահ եմ եղել են ջրոցիներ, երբ գուցե օրը աշխատանքային է եղել, հատկապես լինում են, չէ, տարիներ, երբ ինչ-որ միջոցառումներ է լինում, նման դեպքերում ռադիոլուրում լինում է, որ նյուզրումում առիթից օգտվեք եւ գոնե մի քիչ ջուր ցողեք միմյանց վրա։ Այդպիսի առիթ ճիշտն ասած չեմ հիշում, որ եղել է, բայց աշխատանքային օրերին ինձ միշտ տհաճություն է պատճառել մի փաստ, երբ Երևանի փողոցներում հաշվի չեն առնում ով է եւ որտեղ է գնում եւ բոլորին ոչ թե ցողում են ջուր, այլ լողացնում են դույլերով ջուրով։ Ցողելը ես ինչ որտեղ կարող եմ հասկանալ, բայց այդպես ագրեսիվ մասսայական հարձակումը ջրային զենքով այս դեպքում կարծում եմ հուսամ, որ այդ ավանդույթը մեր սիրելի Վարդավառի, այսպես ասենք, ժողովրդական սովորույթներից դուրս կգա եւ այդպես։ Այո, ովքեր ցանկություն ունեն ամբողջովին ջրվելու, այս տարի թող գնան Հանրապետության հրապարակ, որտեղ մեծամասշտաբ միջոցառում է լինելու եւ անգամ քաղաքապետարանն է ասում, որ ոչ ոք չոր չի մնալու, սա միջոցառման կարգախոսն է, այնպես որ եթե այդ անզուսպ ցանկությունը կա ամբողջովին ջրվելու եւ ջրելու, գնացեք Հանրապետության հրապարակ։ Իսկ հիմա մենք տեղափոխվենք լրատվական դաշտ, տեսնենք ինչ նորություններ կան Հայաստանում, աշխարհում եւ մեր տարածաշրջանում ժամը 10-ի դրությամբ։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում լրատվության ժամ է, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Բարգավաճ Հայաստանի падգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը 3 ամսով կալանավորվել է։ Մանուկյանին 3 առավոտյան իր բնակարանից ձերբակալել էին եւ քննչական կոմիտե տարել։ Ձերբակալությունից ժամեր անց դատարանը սկսել էր քննել նրան 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Ընտրություններին Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ԲՀԿ ցուցակով մասնակցած Մանուկյանին քննչականը մեղադրանք է առաջադրել մայիսի վերջին կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործով։ Մայր Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանը, որ նաև ԲՀԿ ցանկի երկրորդ համարն էր, մեղադրվում է լրտեսության եւ պետական դավաճանության հոդվածով։ Արեգնազ Մանուկյանին իրավապահները 3 մեղադրանք են առաջադրել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածով։ Փաստաբան Տիրայր Կարապետյանի փոխանցմամբ Մանուկյանը մեղադրանքը որակում է անհեթեթ։ Դատարանը 3 ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացրել է եւս 2 ամսով։ Դատական նիստի սկզբում մեղադրող կողմը եւս 3 ամսվա տնային կալանքի միջնորդություն էր ներկայացրել։ Հիշեցնենք, գործարանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու եւ խարդախության հոդվածներով։ Նա մեղադրանքները քաղաքական է համարում։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հրաժարվել է падգամավորական մանդատից եւ շարունակելու է պաշտոնավարվել որպես Թալին համայնքի ղեկավար։ Նրա խոսքով որոշումը պայմանավորված է համայնքի բնակիչների վստահությամբ եւ այն համոզմամբ, որ ներկայում առավել արդյունավետ կարող է ծառայել հենց համայնքի զարգացմանը։ Երեք ավելի վաղ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վաղարշակ Հակոբյանը եւս հայտարարել էր, որ հրաժարվում է падգամավորական մանդատից եւ գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։ Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ հանդիպել է Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության, ֆրանկոֆոնիայի միջազգային գործընկերության եւ արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարոայի հետ։ Քննարկվել են կրթության, մշակույթի եւ ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել 2027 թվականին Երևանում ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացմանը, որպես Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդման, երիտասարդության ներգրավման եւ ֆրանկոֆոն համագործակցության խորացման կարևոր հնարավորություն։
Տեղեկացնենք երկու լուր տարածաշրջանին առնչվող Իրանի զինված ուժերը Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներ են թիրախավորել Միացյալ Նահանգների կողմից Իրանի հարավային ափին եւ արևելյան շրջաններին հասցված հարվածներից հետո, տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Իրանի հարավում մի քանի պայթյունների մասին։ Պայթյուններ են լսվել նաեւ Բուշերում, որտեղ գտնվում է ատոմակայանը եւ նավահանգստային Բանդար Աբասում։ Reuters-ը գրում է, որ ամերիկացի պաշտոնյաները հերքել են Միացյալ Նահանգների մասնակցությունը, ասելով, թե ամերիկյան զինուժը վերջին ժամերին իրանական թիրախների չի հարվածել։ Տեղեկացնենք նաև, որ Իրանի Մեշհեդ քաղաքում ավարտվել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ Նա սպանվել էր ավելի քան 3 ամիս առաջ իսրայելо-ամերիկյան օդային ռազմական արշավից հետո։ Խամենեիի հրաժեշտի արարողությունը տևել է 6 օր, անցկացվել է մի քանի քաղաքներում, ինչպես նաև հարևան Իրաքում։ Հինգշաբթի առավոտյան գերագույն առաջնորդի մարմինը ուղղաթիռով տեղափոխվել էր Մեշհեդ, որտեղ փողոցները լի էին նրա կողմնակիցներով։ Նրանք պարզել են Խամենեիի լուսանկարները, Իրանի դրոշները եւ Դոնալդ Թրամփին եւ Բենյամին Նեթանյահուին սպանելու կոչերով պաստառներ։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար նախատեսել էինք այսքանը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն էր, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ First of all must go your scent upon my pillow, and then I'll say goodbye to your whispers in my dreams, and then our lips will part in my mind and in my heart, 'cause your kiss went deeper than my skin. Piece by piece is how I let go of you. Kiss by kiss, we'll leave my mind one at a time, one at a time. First of all must fly my dreams of you and I. There's no point in holding on to those, and then our ties will break for your and my own sake. Just remember, this is what you chose. Piece by piece is how I let go of you. Kiss by kiss, we'll leave my mind one at a time, one at a time. I'll shed like skin now memories of lazy days, and fade away the shadow of your face.
Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց 9 մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը։ Բարի լույս բոլորին, ովքեր միացել են մեզ, եթերաժամի երկրորդ հատվածը սկսված է, ովքեր մեզ առավոտից են հետևում, մենք շնորհակալ ենք ձեր հավատարմության համար։ Այո, շնորհակալ ենք եւ շատ ուրախ ենք, որ առավոտը սկսում եք մեզ հետ։ Ինչպես արդեն նշեցի, մեր մեկնաբանություններում ունեինք շնորհավորանք ուղղված ծննդյան տարեդարձին եւ եւս երկու նոր մեկնաբանություն ունենք, չէ, ավելին, 3, չէ, 2 Բարի օր, Ոսկե ծիրանը միայն Երևանում է եւ ընդհանրապես ֆիլմ նկարեք Արմավիրի մասին։ Ես ծիրան ունեմ, այն ոսկե չէ, սակայն տեսանելի, լսելի, համեղ, անկրկնելի է, որովհետեւ այն Աստծո պարգևն է հայ ազգին։ Իսկ առաջիկայում Վարդավառն է, որը սովետական տարիներից եղել եւ մնում է ջրոցի։ Ես սիրում եմ իմ մանկությունը, սակայն եկել է ժամանակը, որպեսզի Վարդավառը նշենք հավուր պատշաճի։ Իսկ հիմա ձեզ նվիրում եմ սա Վարդավառ է, Վարդավառ, կանաչ փարթա մի անտառ, ջրի ափին փոքրիկ գար, սուրբ հայկական երկու բառ։ Ինչ տարողունակ։ Այո, մեկնաբանություններ Մանուշակ Թումանյանը իդեպ Ոսկե ծիրանի մասին անպայման բնականաբար զրուցելու ենք, չհասցրինք անդրադառնալ օրվա թեմային, բայց րոպեներ անց մեր տաղավարում կլինի մեր հյուրը, ում հետ կխոսենք արդեն պատկասում է ծեվա 23-րդ Ոսկե ծիրանից։ Իմ ամենասիրելի մշակութային տոներից մեկը Երևանում մեկնարկում է։ Եթե չեմ սխալվում, այն նաև մարզային ներգրավվածություն ունի, ձեր բարձրացրած հարցը անպայման մենք մեր հյուրին կուղղենք։ Այո, Մանուշակ Թումանյանն էլ գրում է ողջույն հայ ազգ, մենք ձեզ շատ ենք սիրում, ձեզ ամենալավ բաները, անփորձանկոր, սուրճ ու սեր բոլորիս։ Բարև բոլորին, լավ օր դա էլ գրում է Արտյոմ Միքայելյանը։ Իսկ հիմա անդրադառնանք օրացույցին եւ տեսնենք թե էլ ինչ օրեր եւ հետաքրքիր իրադարձություններ են նշանավորել տարբեր տարիներին հուլիսի 12-ը։ Այո, ներողություն 10-ը։ 10-ը, եթերաժամի առաջին հատվածում չհասցնենք անդրադառնալ, հիմա արագ թերթենք պատմության էջերը։ Նիկոլա Տեսլայի օրն է, այսօր նաև նրա ծննդյան օրն է, դրա համար այն փաստորեն դարձել է միջազգային տոն, աշխարհը նշում է այս գիտնականի օրը։ Եվ Սևակ 3 մարզահամերգային համալիրում Սիմֆոնիկ Ջեքսոն համերգներ, Սիմֆոնիկ նվագախմբի հրաշալի կատարմամբ եւ վերադառնալիս Կիևյան կամրջի մոտով է անցնում եւ տեսա, որ ներքևում պիկնիկ են անում մարդիկ, ասացի, այ կարելի էր ամռան մի օր նման մի բան կազմակերպել ու պարզվում է, որ այսօր Փափուկ Արչուկով պիկնիկի օրն է, Teddy Bear Picnic Day։ Ինչ է դա։ Պիկնիկին կարող եք նաեւ քեբաբ ուտել, ինչու, որովհետեւ նաեւ կա Kebab Day, քեբաբի օրն է այսօր, ըստ միջազգային օրացույցի։ Ֆուտբոլային սուլիչի օրն է հատկապես այսօր եւ հատկապես այս տարի կարծում եմ սա հետաքրքիր համընկնում է հաշվի առնելով, որ դե գիտեք աշխարհի առաջնությունը շարունակում է ընթանալ։ Գնանք Միացյալ Նահանգներ, ազգային տոները, այնտեղից ենք սկսում սովորաբար, քանի որ այստեղ շատ են տոները եւ նաեւ ըստ այբենական կարգի Հապալասի բերքահավաքի օրը ընդհանրապես սա շատ թանկ հատապտուղ է մեզ համար, դրա բերքահավաքը ել ավելի ծանր եւ պատասխանատու գործ պիտի որ լինի։ Իհարկե այսօր նահանգները ունի նաեւ տարօրինակ տոն, փիսիկների ազգային օրն է National Kitten Day։ Ահա։ Պինակոլադը հայտնի կոկտեյլը նույնևս ունի իր ազգային տոնը, որը այսօր նշվում է Միացյալ Նահանգներում։ Տեղափոխվենք, հոգեվորականի ազգային օրը նույնպես նահանգներում այսօր են նշվում, տեղափոխվենք այլ երկրներ, կարևոր տոն են նշում Բահամյան կղզիները, այնտեղ այսօր անկախության օրն է։ Մավրիտանիան զինված ուժերի օրն է նշում, իսկ Մոնղոլիայում պետական դրոշի օրն է, կարծես թե այսքանն։ Դե եթե անդրադառնանք նաև Ռուսաստանի տարօրինակ օրերին, որոնք ես դեռ պիտի ճշտեմ, որովհետև մի տեսակ կարծում եմ հաշվի առնելով թե որքան ներգրաված են եղել երկար ժամանակ Ռուսաստանի մշակույթում, տարօրինակ է, որ այս օրերի մասին չենք լսել, ամեն դեպքում ասում են, որ այսօր հովանոցով թռչելու օրն է։ Ահա, լավ, դեռ դա կստուգենք։ Գանք օրվա հոբելյարներին։ Եվ այսպես միանգամից սկսենք ամերիկացի երգչուհի դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնով 1980-ի այսօրն է ծնվել։ Այսօրն է ծնվել նաև սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադյանը, որը հատկապես հայտնի էր որպես Փոլ առանց ազգանունի եւ մեր ծնողների սերնդի համար փոփ ամենահայտնի սփյուռքահայ դեմքերից մեկն է եղել։ Ամերիկացի երգիչ երգահան Ռոնի Ջեյմս Դիոն նույնպես ծնվել է 1942 թվականի այս օրը։
Իմ ամենասիրելի հայ դերասանուհիներից Գալյանովենցը 1937 թվականի այսօրն է ծնվել, բայց վերջերս նրա Այո, կարծես թե նրա մասին արդեն խոսեցինք, հիմա միգուցե հիշատակի օրներ տեսնենք, թե այո, մենք կստուգենք, թե ամեն դեպքում մեր սիրելի դերասանուհուն անդրադառնալու առիթը բաց չենք թողնում։ Ամեն դեպքում Վիկիպեդիան պնդում է, որ Գալյանովենցը ծնվել է հուլիսի 1-ին, բայց այո, եւս մեկ անգամ այո, կարող ենք, քանի որ նշվում է։ Դե քանի որ 1 եւ 10 գուցե փոքրիկ վրիպակ է եւ որոշ աղբյուրներ այսօր են նշում դերասանուհու ծննդյան օրը, ինչպես դու նշեցիր, երբեք ավելորդ չէ նրան անդրադառնալ։ Գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆը եւս ծնվել է այսօրը 1895 թվականին եւ ինչպես նշեցինք Սերբ ֆիզիկոս Նիկոլա Տեսլան 1856 թվականին եւ նաեւ սա փաստորեն միջազգային տոնի է վերածվել։ Եվ քանի որ ինչպես նշեցինք դերասանուհի Գալյանովենցից միշտ կարելի է խոսել, առհասարակ ֆիլմերից միշտ հաճելի է խոսել, հատկապես երբ ամենախոշոր հայկական փառատոնի մասին ենք խոսելու, ինչպես արդեն մի քանի անգամ նշեցինք, ամսի 12-ին կմեկնարկի Ոսկե ծիրան արդեն 23-րդ միջազգային կինոփառատոնը։ Այն այս տարի կցվի հուլիսի 12-ից 19։ Դե գիտեք, որ արդեն շատ սիրված այս փառատոնը կինոարվեստի երկրպագուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ մրցութային եւ արտամրցութային ֆիլմերի աշխարհի տարբեր երկրներից, դիտել կինոնկարներ Կաննի, Բերլինի եւ այլ հեղինակավոր կինոփառատոններից։ 20-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսիայի ռեժիսոր, դրամատուրգ եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Թե ինչ հյուրեր են ունենալու, ինչ ծրագիր է լինելու, այդ մասին րոպեներ անց կզրուցենք Ոսկե ծիրան կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանի հետ։ Կինոսերների ուշադրությունն ենք հրավիրում, կսպասենք ձեր զանգերին ու մեկնաբանություններին 55 Et les scènes sur ma photo de profil. Je pense à décembre, je pense à avril. J'ai la libé avant le mobile. Je sais qu'un jour viendra, car la vie le commande. Toi, tu ne verras rien des choses de mon cœur. Tes yeux seront crevés de joie et de bonheur. Jamais famille, on se débrouille comme d'hab. On t'en faut 3, 8, on dit le bon pack. On crie jamais à l'aide, on fait avec et puis t'en aide ensemble. Je vois mes cicatrices comme des forces, pas comme un handicap. Et je bois ce whisky sans glace, je suis né avant les années 2000. Je veux voir voler les automobiles et les scènes sur ma photo de profil. Je pense à décembre, je pense à avril. J'ai la libé avant le mobile. Les années 2000. Je veux voir voler les automobiles et les scènes sur ma photo de profil. Ça descend, je pense à avril. J'ai la libé avant le mobile. Je guiderai tes pas, quoi que j'en pense ou dise, dans le recueillement d'une paisible église, pour aller te donner à l'homme de ton choix. J'ai connu le franc, j'ai connu le faux, le daron dans la cadette dans un futal en velours, à siphonner des bras lourds. Le crissement du tourne-disque sur le vinyle de Jit Piaf. Les crissements du VR6 sur le poste avec un prise glace. La canadienne défile sous mes yeux dans le tramway. Maman vend ses bijoux chez la tante, quelques poubelles vont cramer. Mon reflet dans une fac de pisse, je fais des sourires au camé. Je rêve de quartier, moi je rêve de palais comme les damnés. Les années 2000. Je veux voir voler les automobiles et les scènes sur ma photo de profil. Je pense à décembre, je pense à avril. J'ai la libé avant le mobile. Je sais qu'un jour viendra, où triste et solitaire, en soutenant ta mère et en traînant mes pas, je rentrerai chez nous, dans un chez nous désert. Je rentrerai chez nous, où tu ne seras pas. The station with the best music. Best music. I love the music. Best music.
10:18 եւ ժամանակն է ողջունելու մեր հյուրին, ինչպես արդեն խոստացա, մեր տաղավարում է Ոսկե ծիրան կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը, բարի լույս Տիկին Հարությունյան։ Բարի լույս։ Բարի գալուս մեր տաղավար, ուրախ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Հա, շնորհակալ եմ, այո, օրերը հիմա շատ թեժ են, մեզ համար հատկապես Ոսկե ծիրանը սկսվում է 2 օրից եւ շատ կարեւոր շրջան է մեզ համար։ Այո, վստահ եմ շատ ուշ ավարտվում է օրը եւ շատ շուտ սկսվում է այս շրջանում։ Իդեպ կան մի քանի ձայներ, տարվա ընթացքում երբեր լսեմ, ինձ թվում է Ոսկե ծիրանը, մեկը Տիկին Սուսաննան է եւ Հարություն Խաչատրյանի ցանկացած հարցազրույց լսելիս ինձ թվում է, հեսա Ոսկե ծիրանն է սկսվում։ Իդեպ Տիկին Հարությունյան շատ է եղել, ես հիշում եմ բազմիցս լուսաբանելու առիթ է եղել, որ Վարդավառի հետ է համընկել Ոսկե ծիրանը, կարծես թե այս տարի որոշեցիք բացման արարողությունը կոնկրետ, այսինքն 12-ին կմեկնարկի, չէ, բայց արարողությունը կտեղափոխվի, նման որոշում կա։ Այո, նման որոշում կա ու շատ լավ է որ դուք սկսեցիք այս շեշտադրումից, որովհետև միշտ մեր բացումները Կիրակի օրն են ու համընկել է, մեր հյուրերը ջրվել են, մենք իրանց բացատրել ենք, որ ինչ արարողություն է եւ ինչ կարեւորություն է այդ Վարդավառը, բայց այս տարի նաեւ քաղաքապետարանի խնդրանքով, քանի որ քաղաքապետարանը նաեւ մեր հիմնական հովանավորն է եւ գիտենք որ մեծ շուկով է նշելու եւ Երևանում եւ Երևանից դուրս մենք տեղափոխեցինք բացումը երկուշաբթի ամսի 13-ին բայց նույն տեղը Կարեն Դեմիրճյանի համերգասրահում մեծ բայց երկուշաբթի Ահա, իդեպ ասացիք հյուրերին են ջրել, ձեր հյուրերին էլ մեզ են ջրել, իշխան Դարեն Արոնովսկին լրագրող։ Դարեն Արոնովսկին, այո, ինչը շատ ծիծաղելի էր եւ իհարկե հաճելի, այո, բայց կրեատիվ էր։ Իհարկե, հպարտություն է Դարեն Արոնովսկու կողմից ջրված լինելը, հիշում եմ Մորնելա Մուտին էին ջրել, Նաստասիա Կինսկին էին ջրել, երբ վերջինները Հայաստանում էին, իրականում այս հարցը հետոյի համար էի պահել, բայց քանի որ ինչպես արդեն հասկացաք, մենք նույնպես լրագրողներս վստահ եմ հանդիսատեսը նույնպես բազմաթիվ ջերմ հիշողություններ ունի Ոսկե ծիրանից, վստահաբար դուք ել ավելի շատ, բայց ինչ որ մեկը կա, որ ամենաջերմն է, որ հիշում եք Ոսկե ծիրանի 23 տարիների ընթացքում կամ որ առաջինը մտքին եկավ։ Գիտեք, շատ դժվար է, որովհետև շատ բազմաթիվ պահեր են եղել եւ երջանիկ եւ հանդիպումներ հիշում եմ որ մենք պատվում ենք Ազնավուրին 13 թվականին եւ որ Ոսկե ծիրանի 10-ամյակն էր հիշում եմ որ բեմում էր նաեւ Ատոմե Գոյանը որ հանձնում էր ոնց որ ասած Ազնավուրին մեր Փարաջանովի թալերը ես հիշում եմ առաջի Ոսկե ծիրանը երբ որ մեր մեկ մրցութային ծրագիր ունենք եւ այդ տարի 2004 թվականին գլխավոր մրցանակը շահեց Ատոմե Գոյանը Արարատ ֆիլմով եւ հաջորդ տարի եկավ եւ դարձավ 10 տարիների ընթացքում մեր պատվո նախագահը ու մեզ շատ օգնեց նաեւ մեծանուն հյուրեր բերելու Ոսկե ծիրան, այսինքն այդ կապերը միջազգային կապերը հիշում եմ Վին Վենդերսին որը եկել էր իր տիկնոջ հետ, որը լուսանկարիչ էր եւ 10 օր անցկացրել էին Հայաստանում լուսանկարելով իրանց օրագիրները տեղադրելով համացանցում, այսինքն շատ հետաքրքիր հիշում եմ Կիմկի Դուկին որ հիշում եմ Կիմկի Դուկին որ դուրս այսինքն սովորություն ուներ դուրս գալու մենակ առանց որովհետեւ մենք մեծ հյուրերին միշտ գցում ենք վոլանտյոր կամ թարգմանիչ կամ օգնական առանց օգնական է, առանց թարգմանիչի, լեզու չիմանալ, ինքը այդքան անգլերեն էլ չի իմանում, դուրս է եկել ու կորելներ, չգիտեմ, կոնդի and նեղոտ փողոցներ, տարբեր հիշողություններ։ Մեծ մոդել, ձեր նշած անունները տարբեր հիշողություններ արտնացրին, մինչև այս տարվա ծրագրին անդրադառնալ, Տիկին Սուսաննա, հետաքրքիր է, երբ 23 տարի առաջ, փաստորեն 2004-ին դեռ ավելի շուտ հիմնում էիք այս փառատոնը, ձեր Եռյակովի դեպ կար այդ
տեսլականը, որ այն կդառնա այսքան հայտնի, կայացած եւ այսքան շարունակական։ Դե եթե այդ հավատը չլիներ, երևի այդ առաջի տարիները շատ դժվար կլիներ, որովհետեւ շատ քիչ մարդիկ նույնիսկ մեր շուրջը հավատում են, որ իրատեսական է միջազգային փառատոնը Հայաստանում կայացնելը, որովհետեւ այն ժամանակ հայկական կինոյի վիճակը շատ բարդ է, այսինքն մի տասնամյակ 90-ականներին, որ շատ քիչ ֆիլմեր էին նկարվում, բացարձակ պետական ֆինանսավորում չկար եւ ոնց որ ամայացել էր այդ դաշտը, ել չեմ ասում, որ մի երևի 18-19 կամ ավելի 14 տարեկան մի սերունդ մեծացավ, որը մեծ էկրանով կինոն չէր տեսել, այսինքն խնդիրներ կար հայկական կինոյի վերածնունդ, նորից հանդիսատես բերել կինոթատրոն եւ լիքը խնդիրներ, որ մեզ որպես կինոգործիչներին շատ էին հուզում ու մենք փնտրում ենք ճանապարհներ, ինչ ձևով այդ խնդիրները փորձենք մենք լուծել եւ գտանք, որ այո, կինոփառատոնը եւ միջազգային կինոփառատոնը այդ լավագույն ձևն է եւ առաջի 2 տարին դժվարությամբ, բայց հետո կամաց արդեն պետական ոնց որ աջակցություն հավատացին մեզ, տեսան, որ մենք կարող ենք մեծանուն հյուրեր բերել եւ բերել լավագույն կինոն հարթակ ստեղծել, որտեղ նաև հայկական կինոն կցուցադրվի եւ այդ համադրությունը միջազգային կինոյի եւ հայկական կինոյի ի նպաստ կլինի հայկական կինոյի միանշանակ։ Բացի դրանից շատ անուններ մենք ծանոթացանք շատ անունների, գործիչների ծանոթացանք հենց Ոսկե Ծիրանի շնորհիվ, եթե չեմ սխալվում, հենց Կիմ Կիդուկի մասին, ես իդեպ հենց Ոսկե Ծիրանի շրջանակում երբ այցելեց Հայաստան 2014 թվականն է։ Ես այդ ժամանակ էլի սկսնակ լրագրող էի, այդ ժամանակ նոր բացահայտել եմ նրան, այնպես որ առհասարակ կինոաշխարհին ծանոթացնելու հարցում նույնպես կարծում եմ Ոսկե Ծիրանի դերը անփոխարինելի է եղել։ Դա նաև կրթական բաղադրիչ ունի, որովհետև շատ կարևոր է ժամանակակից կինոյում այն երիտասարդ կինոգործիչները, որ պատրաստվում են իրանց ֆիլմերը ներկայացնել, իրանք պիտի անպայման ինֆորմացված լինեն, իրանց համար շատ կարևոր է հասկանալ ինչով է շնչում, ինչով է ապրում ժամանակակից կինոն եւ ինչ ոնց որ ասած ուղղությունները, տրենդերը, այսպես ասած։ Տիկին Սուսանա, իդեպ փառատոնը հիմա այնքան կայացած է, որ վստահ եմ այս թեմային ժամանակին շատ եք անդրադարձել, բայց հիմա ուղղակի ասում ենք Ոսկե Ծիրան եւ գիտենք ինչ է այն, ինչ փառատոն է, բայց այ անվանումը 23 տարի առաջ ինչպես ընտրվեց։ Գիտեք, բավականին պատահական ու սկզբից շատ բացասական ինչ որ բաներ կար դրա շուրջը։ Կինոյի հետ կապ չունի առաջին։ Հա, կինոյի հետ կապ չունի, բայց մենք հետո գտանք շատ խորը հիմնավորումներ, որովհետև ոնց որ Ծիրանը ինքնին ծագեց, որպես բանը դե ինչ որ սիմվոլ պիտի լիներ, Հայաստանի սիմվոլ։ Իհարկե բոլորը ասում են նուր, քանի որ մենք ունենք Փարաջանովի ֆիլմը, ու ոնց որ թե դա էր սիմվոլը հայկական կինոյի, բայց դա շատ սպասելի է։ Իսկ Ծիրանը հետո մենք հասկացանք, որ շատ ճիշտ էր, որովհետև Ծիրանը դա էնդեմիկ այսինքն էնդեմիկ միրգ է Հայաստանի համար, եթե գիտեք բանով կոչվում է Պրունուս Արմենիակը, այսինքն ու երբ որ դու բացատրում ես օրինակ դրսի լրագրողներին կամ գործընկերներին, որ լատիներեն Ծիրանը ֆիքսված է որպես հայկական միրգ, ել չեմ ասում իմ համոզմամբ մեր եռագույնը այդ ոչ թե օրանժը, այլ ծիրանագույնն է, ել չեմ ասում, որ եթե գնանք ավելի պատմական խորքերը, մեր այդ ծիրանագույնը միշտ մեր
ինքնության ինչ որ գույններ։ Բնականաբար անպայման կանդրադառնանք նաև հենց այս տարվա ոսկե ծիրանին եւ մրցութային ծրագրին, բայց մինչև այդ եթե չեմ սխալվում գովազդային շատ փոքրիկ դադար ունենք, արագ վերցնենք դադար եւ վերադառնանք վարքյաններ անց։ Խոսենք արդեն 23-րդ ոսկե ծիրանից։ Սուրճ ու սեր առավոտից։ Զրուցում ենք ոսկե ծիրան կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանի հետ, ամսի 12-ին հուլիսի 12-ին կմեկնարկի եւ մինչեւ ամսի 19-ը կընթանա ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը եւ ժամանակն է անդրադառնալու այս տարվա ծրագրին եւ անակնկալներին։ Ուզում եմ շեշտել, որ 12-ից արդեն ցուցադրությունները սկսվելու է, չնայած բացումը 13-ին է տեղափոխվել, երկուշաբթի օրը, բայց 12-ին կինոյի տանը եւ կինոնայերիում արդեն մեկնարկելու են ժամը 11-ից ֆիլմերը, տոմսերի վաճառքը բացած է, խնդրում եմ հետևեք, որովհետև կինոնայերիում մեկնարկելու է մրցութային ծրագիրը եւ Երևանյան պրեմիերաները, շատ ուրախ ենք, որ այս տարի մենք ունենք 3 հարթակ, այսինքն կինոնայերին սպասված վերակենդանացել է, մենք ժամանակին ունեցել ենք ցուցադրություններ նայերին, բայց շատ ուրախ ենք, որ նայերին հիմա լինելու է նաև ոսկե ծիրանի շրջանակներում որպես կարևորագույն հարթակ, մեր ժյուրին անդեղ նայելու, այնպես որ արդեն մի բաց թողեք այն ամսի 12-ը կիրակի օրը եւ կարող եք տեղեկանալ ամեն ինչը մեր վեբ կայքից, ոսկե ծիրանի վեբ կայքից, որտեղ տեղադրած է եւ ծրագիրը եւ ֆիլմերը օրերով շատ դյուրին է այդ ինֆորմացիան իսկ բացվելու է օֆիցիալ, այսպես ասած, բացումը լինելու է Թամարա Ստեփանյանի Արտոյի երկիր ֆիլմով, որը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է ու շատ կարևոր ֆիլմ է, որովհետև մի քանի ամիս առաջ Բարիս Բունմենաստով բացման ֆիլմ է եղել Լոկարնոյի մեծագույն, այսինքն կարևորագույն եվրոպական փառատոնի Լոկարնոյի փառատոնի բացման ֆիլմը, որ ցուցադրվել է Պիացցա Գրանդոյում 8000 հանդիսատեսի առջև, այնպես որ մեզ համար պատիվ է, որ մենք բացում ենք նաև Թամարա Ստեփանյանի, շեշտելով հայկական կինոյի նոր զարգացումները, այդ Թամարա Ստեփանյանի առաջի խաղարկային ֆիլմն է, որը դրանից առաջ բոլոր ֆիլմերը վավերագրական եղել են ոսկե ծիրանում ու կարող եմ ասեմ, որ Թամարա Ստեփանյանը, ինչպես նաև Իննա Սահակյանը եւ մի շարք ուրիշ երիտասարդ հայ կինոռեժիսորներ նոր ցերնդի ձևավորվել են ոսկե ծիրանի շրջանակներում, որովհետև իրանց պրոյեկտներն են եղել ոսկե ծիրանի հարթակներում ու մենք ուրախ ենք ներկայացնելու Թամարա Ստեփանյանի ֆիլմով մեր բացումը։ Հրաշալի է, միշտ ընտրվում են այնպիսի ֆիլմեր, որոնք կամ նախկինում են մեծ հաջողություններ ունեցել, կամ հետո են մեկ էլ հայտնի դառնում, հիշում եմ կորեական հայտնի ֆիլմը, որ հետո Օսկարի արժանացավ, առաջինը մենք օրինակ Հայաստանում դիտել էինք հենց ոսկե ծիրանի բացմանը։ Պարազիտ, Մակաբույցը։ Այո, ասեմ, որ այդ պահպանվում է այս Այո, տենդենսը պահպանվում է, մենք ամեն տարի բերում ենք լավագույն ֆիլմերը, որոնք շահել են Կաննի, Բերլինի եւ լավագույն կինոփառատոնների մրցանակները, ասեմ, որ այս տարի մենք ունենալու ենք Ֆյորդը, այդ ֆիլմը, որ
Կաննի փառատոնում ոսկե արմավենին շահել, շատ դժվարությամբ, բայց էլ երևի թե ասեմ երկրորդ ցուցադրությունը Կանից հետո լինելու է ոսկե ծիրանում, նաև Կանից ունենք մի շարք ֆիլմեր, երևանյան պրեմիերաներ շրջանակներում, օրինակ մեր պատվավոր հյուրը Պավել Պավլիկովսկին իր հայրենիք ֆիլմը, որը ստացել է Կաննում լավագույն ռեժիսուրա, էլի այստեղ է լինելու, մենք ունենալու ենք Պավել Պավլիկովսկու ռետրոսպեկտիվ, նաև պատվավոր հյուրերից է մեր հայրենակի Սև Օհանյանն է, որ Sinners-ների, այսինքն պրոդյուսերն է, որը 16 Օսկարի նոմինացիա ստացել, ռեկորդակիր եւ 4 Օսկար ստացել, արձանիկ է ստացել լինելու է եւ Sinners-ները այս առիթով մենք ցույց ենք տալու, այնպես հրաշալի։ Այնպես որ հետևեք ծրագրերին։ Այս տարի շատ էլի հնչեղ անուններ կան, Իբրահիմ Մալուֆն է, չէ, գալիս, որ առիթ օգտագործում է նաեւ համերգ ունի Երևանում։ Այո, ամսի 15-ին համալիրում համերգ է, ինքը նաեւ բացման պատվավոր հյուրն է, ասեմ, որ սա շատ կարևոր իմ գործընկեր Կարեն Ավետիսյանի ոնց որ զարգացումներն է, որ ինքը փորձում է ժուրնալի ցանկում ընդգրկել ու մենք էլ իր հետ միասին փորձում ենք ընդգրկել ոչ միայն կինոյի գործիչներին, բայց տարբեր, այսինքն կինոն այնքան բազմազան է, որ ինքը եւ երաժշտությունն է, եւ պատկերը, եւ այսինքն գրողի փիլիսոփայի դրսևորումները, կինոն ամեն ինչ է, դրա համար փորձում ենք այդ բոլոր ուղղությունները եւ բոլոր տեսակի հետաքրքիր մարդկանց բերել որպես ժյուրի անդամ եւ Մալուֆը լինել է մեր ռեգիոնալ ժյուրիի անդամ։ Իհարկե ժյուրիից եւ Մահմուդ Քալարիից նույնպես կարծում եմ կխոսենք։ Այո, Մահմուդ Քալարին նույնպես մեր ռեգիոնալ ժյուրիի անդամ է, շատ կարևոր կինոգործիչ է, օպերատոր, որը աշխատել է Բասկի Արոստամի, Մահմալ Բաֆի, այսինքն այն նոր պարսկական կինոն, որը ծնվել է 80-ականներին եւ 90-ականներին, դրա պատկերը ստեղծել է Մահմուդ Քալարի։ Եվ այդ շատ կարևոր է, որ ինքը ունենալու է նաև այստեղ աշխատարան, որ կարողանա իր հմտությունները փոխանցել երիտասարդներին։ Ձեր խոսքում նշեցիք, որ ֆիլմը ոչ միայն պատկերն է, ոչ միայն երաժշտությունը, այլև երբեմն գրականություն է, եւ պատահական չէ, որ սա ֆիքսեցի, այս տարի կարծես թե պոեզիան կարմիր գծով որպես թեմատիկ գիծ ընթանում է, ոսկեդրան 2026-ում։ Be a poem, դա շատ հետաքրքիր կոնցեպտ է, որը էլի Կարենի, մեր Ավետիսյան Կարենի հետաքրքիր դրսևորումներից է, որպես գեղարվեստական տնօրեն, երիտասարդները շատ հետաքրքիր են մտածում ու այդ առումով այո, փորձում են կինոն այդպես 3D-ով ներկայացնել, այսպես ասենք պատկերավոր, եւ պաստառն է դրա մասին վկայում եւ նաեւ բազմազանությունը ծրագրերի ոչ միայն շատ ինտենսիվ է եւ լցված է ցուցադրությունների ծրագիրը, ֆիլմերի ցուցադրությունները, բայց նաեւ կան բազմաթիվ կողքից ծրագրեր եւ նաեւ կոնցեպտներ, որը հետևեք շատ հետաքրքիր է, օրինակ գորգերի կոնցեպտը, մենք 3 տարի առաջ հրաժարվել ենք այդ կարմիր գորգից եւ նաեւ կարևորելով գորգի այդ մեր ժառանգությունը եւ փորձելով կապել կինոյի կամ արարողության այդ բացման հետ ամեն տարի մեզ համար գործում են գորգեր, որոնցով մեր հյուրերը մտնում են բացման։ Ինձ բախտ է վիճակվել նաեւ այդ հայկական գորգերի վրայով անցնելու, ճիշտ է 3 տարի առաջ համալիրում էր կրկին կարմիր գորգի փոխարեն արդեն հայկական գորգերը։ Եվ
ինչ որ բան եք ասում, կարծես հատեցի։ Տարի այդ կոնցեպտով BPM նոր գորգերեն լինելու ամեն տարի նոր թեմայով, նոր թեմատիկ ձևավորմամբ գորգերեն։ Եվ մինչև ձեզ ընդունելը տաղավարում մեր ռադիո լսողներից մեկից հարց ունեինք, թե արդյոք միայն Երևանում են պլանավորվում միջոցառումներ, ցուցադրություններ Ոսկե ծիրանի շրջանակում այս տարի։ Երևի այդ ռադիո լսողը հիշում է, որ մենք միշտ, այսինքն նախորդ տարիներին ունենում ենք մեր ռայոններում ցուցադրություններ, բայց այս տարի չէ, բայց կփորձենք անպայման ինչ որ ձևով ընդլայնել նաև հարթակները Երևանից դուրս, դա արդեն կապված է զարգացումների հետ փառատոնային զարգացումների հետ, բայց մենք ունենք արդեն վերջի 2-3 տարիներ, մենք ունենք նաև ցուցադրություններ փառատոնից հետո, օրինակ աշնան ընթացքում, այդպես մենք բոլորս շատ սպասում ենք Զվյագինցևի ֆիլմը, ցավոք չստացվեց ինչ-ինչ պատճառներով, բայց խոստանում ենք, որ աշնանը Ոսկե ծիրանը կբերի այդ ֆիլմը եւ կցուցադրի։ Աշնանը կվերադառնա Ոսկե ծիրանը։ Իդեպ Տիկին Սուսաննա, սկզբում նշում էիք, որ սկզբի տարիներին շատ էին դժվարությունները, դե պարզ է ոչ միայն տեխնիկական, նաև փառատոնի հայտնիության տեսանկյունից, եւ ըստ այն, որ շատ դժվար է նաև հայտնի մարդկանց ներգրավում եւ հրավիրում։ Հիմա, երբ հրավիրում եք նման անվանի անունների, դեմքերի, հեշտ է ստացվում արդեն նրանք գիտեն փառատոնի մասին, կամ միգուցե նայում են պորտֆոլիոն, Արոնոֆսկին եկել է, ուրեմն հարգի փառատոն է արժեքը։ Միանշանակ, գիտեք ինչ, խնդիրը նրանում է, որ Ոսկե ծիրանը առաջինը գիտեն արդեն, ու դրա վկայությունն է, որ միջազգային պրոդյուսերների ասոցիացիան Ոսկե ծիրանին ներառել է 50 լավագույն աշխարհի 50 լավագույն փառատոնների մեջ, այդ ոնց որ լեյբլ է, որը ինքնին խոսում է, դրանից բացի իհարկե ինչի շնորհիվ մենք ստացանք այդ լեյբլը, մեր հյուրերի ցանկը այս 20 տարվա ընթացքում ցանկացած փառատոն, նույնիսկ ավելի խոշոր փառատոն կերազեր ունենալ այդ նման հյուրերի ցանկը, ինչ որ մենք ունենք, եւ իհարկե որակը, եւ ժյուրիի, եւ ֆիլմերի ընտրության որակը, որովհետեւ լավագույն ֆիլմը, պատկերացրեք, որ մեզ ուղարկում են ֆիլմեր, որոնք եղել են Կաննի, Լոկարնոյի, Վենետիկի, Բերլինի փառատոնին, այսինքն մրցույթը ընդգրկելու համար, բայց մենք ընտրում ենք 12 ֆիլմ, միջազգային ծրագրում մրցույթային եւ 12 ֆիլմ ռեգիոնալ եւ շատ ֆիլմերը, որ ցուցադրվել են, չեն ընտրվում պարզապես, այսինքն լավագույններն են մտնում։ Շատ լավ, Տիկին Հարությունյան, եւ ամփոփելով փառատոնների ներկայացուցիչների ամենաչսիրելի հարցը, տամ խնդրեմ ամփոփենք գուցե փոքրիկ խորհուրդ 2-3 ֆիլմ, որ անպայման խորհուրդ եք տալիս փառատոնային օրերի ընթացքում դիտել։ Եթե ստիպված լինեք առանձնացնել։ Ես եթե ստիպված լինեմ առանձնացնել, իհարկե Ֆյորդը Կաննի մրցանակակիր գլխավոր արմավենու ֆիլմը, իհարկե Պավել Պավլիկովսկու հայրենիք ֆիլմը եւ նաեւ ասեմ, որ մրցութային ֆիլմերը, քանի որ ես եմ մասնակցել ու իմ լուման եմ ունեցել, մրցութային ֆիլմերը խնդրում եմ ուշադրություն դարձեք մրցութային ֆիլմերին, որոնք Նայերի կինոթատրոնում են եւ Մալյանի սրահում են, շատ հետաքրքիր նորագույն կինոյի դրսևորումներ են, որ շատ կարևոր են ինձ թվում է նաև ռոպագանդելու առումով։ Մրցութային ծրագրերին ուշադրություն դարձրեք։ Շատ լավ։ Շատ շնորհակալ ենք օրը մեզ հետ սկսելու համար։ Սիրով հիշեցնում եմ, որ զրուցում էինք Ոսկե ծիրան կինոփառատոնի հիմնադիր Սուսաննա Հարությունյանի հետ, ամսի 12-ին Կիրակի արդեն կմեկնարկի փառատոնը։ Մենք լուսանկարվենք մեր հյուրի հետ, դուք էլ այդ ընթացքում եւս մեկ ստեղծագործություն հենց Իբրահիմ Մալուֆի կողմից վայելեք, հետո կվերադառնանք ու կսկսենք եթերաժամի վերջին հատվածը։
In his most famous poem, José Martí made this offering of friendship and peace to both his friend and his enemy. Today, as the President of the United States of America, I offer the Cuban people el saludo de paz. Լիբանանցի Իբրահիմ Մալուֆին ենք լսում, նա շուտով գալիս է Հայաստան ոսկե ծիրանի շրջանակում եւ առիթը բաց չի թողել նաեւ մեր երաժշտասերներին տոն պարգևելու եւ ելույթ ունենալու հուլիսի 15-ին մարզամերգային համալիրում նրա համերգը կայանա, որի տոմսերը կարծես թե սպառվել են, չնայած որ բավական մրցունակ էր, բայց նման արտիստների համար վստահաբար արժե վճարել։ Քանի որ խոստացել էինք, որ եւս մեկ անգամ կպատմենք, թե ինչ միջոցառումներ են սպասվում Երևանում Վարդավառին, եւս մի մեկնաբանություն կարդամ, որը նաեւ տեղեկատվական բնույթ ունի։ Մեր ռադիոլսողներից Աստղիկ Ավետիսյանը գրել է. «Ողջույն, տեղեկացնեմ, որ երիտասարդական ակումբների դաշնությունը տարիներ շարունակ Գառնիում եւ Գեղարդում իրականացնում է Վարդավառ փառատոնը, սիրով հրավիրում ենք բոլորին»։ Մի քանի անգամ առիթ եղել է մասնակցելու, այո, շատ գեղեցիկ, շատ գունեղ, ազգային երգերով, պարերով, շատ այսպես գեղեցիկ միջոցառում է։ Այո, էլի մեկնաբանություններ ունենք, մեզ Մանուշակ Թումանյանն է գեղեցիկ ծաղիկներ ուղարկել, Վարդիթեր Գևորգյանն է լավ հանգստյան օրեր մաղթում բոլորիս եւ կարծում եմ հենց այս լավ հանգստյան օրերի նոտայով էլ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ այս տարի, ինչպես կարծես թե վերջին շրջանում գրեթե միշտ Երևանում Վարդավառը անցկացվելու է մեծ շուկով եւ այո, բավական հագեցած է լինելու։ Դե նախ գիտեք, որ համերգներ են պլանավորվում, որի գլխավոր հյուրը լինելու է DJ Alex Gaudino-ն, բայց ելույթ են ունենալու նաև հայ աստղերը Արամեն Պետրին, Իվետա Մուկուչյանը, Արսեն Ջին, In Project-ը, DJ-ներ Ալբերտ Էնսոն, Հայկ Ապրիկոտան եւ Արնի Ռոկը, ինչպես նաև Սերժոն եւ Վահագն Մարտիրոսյանը։ Միջոցառումը, որը վարելու են Արսեն Ջին եւ Դիանա Մալենկոն, ներառելու է ջրային ակտիվություններ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի։ Մի խոսքով ամենաուրախ Վարդավառն է Խոստանում քաղաքապետարանը եւ սպառնում ոչ ոք չոր չի մնալու։ Այո, ճակերտավոր ազատ սպառնում, միջոցառումներ բնականաբար մարզերում, համայնքներում լինելու են, մեր գործընկերը Աստղիկ Ավետիսյան հիշատակեց Գառնին, Կողբում եւս առիթ եղել է մի քանի անգամ հիշեցնելու, որտեղի դեպ միջոցառումները այսօրվանից են մեկնարկում, այնպես որ շատ հաճելի է, որ այս ժողովրդական տոնը, իհարկե նաեւ եկեղեցական, դարձել է այսքան պոպուլյար եւ նաեւ հատուկ միջոցառումներ են կազմակերպվում, վեգա թե հիշում ես, երբ փոքր էինք, ուղղակի մենք շենքի կամ բակի երեխաներով էինք, չէ՞, ուղղակի մասնակցում որևէ չեմ հիշում հատուկ միջոցառում լիներ, որ գնայինք հենց այստեղ խաղալու Վարդավառ։ Այո, բայց իրականում սիրով եւ ուրախությամբ պիտի նշեմ, որ չնայած այն բանին, որ օրինակ մեր բակում քիչ եմ հանդիպում ցավոք երեխաների, որոնք առհասարակ խաղում են, օրվա ընթացքում շատ քիչ մանկական աղմուկ կլսես ի տարբերություն մեր ժամանակների, բայց Վարդավառը միշտ բացառություն է։ Մեկ էլ չգիտես որտեղից հայտնվում են լիքը երեխաներ եւ սկսում են ջրել միմյանց, ես էլ վախենում եմ տանից դուրս գալ, ես հիշում եմ մեր ամենանենգ քայլերից մեկը դա պատուհանից ջրելն էր սևակ, չգիտեմ այդպես արել ես թե ոչ։ Այո, պատահաբար անցնում ես փողոցով, մայթով, մեկ էլ հոп վերևից ջուր է թափվում։ Լավագույն դեպքում հենց, չգիտեմ, դույլով էին ջրում, թե չկային մարդիկ, որ տոպրակով հենց միանգամից ջուրն էին նետում, ինչը ոչ մի դեպքում խորհուրդ ենք տալիս չանել, դա շատ ցավոտ է եւ վտանգավոր։ Եթե ուզում եք ջրել, ջրվել, ամբողջությամբ բաց լինել, ապա Կիրակի Հանրապետության հրապարակում բոլոր պայմանները ապահովված են լինելու։ Լսենք այն դուետին, որը հանդես է գալու այդ օրը, Արամեն Պետրի, Իվետա Մուկուչյան, եւ հետո կեզրափակենք եթերը։ Tamam aşkar maneka Nakşun can yes kez kıta Ervumem im sırtım meç karot Hervumem yerpem galu kesmot Hervumes, yerpes galus
հասնեմ արևոտ երկնքով Անհամբեր է սիրտս Դուրարի հոգիս Դու ես ուշտում միտքս Վերջ դուր տաճանքիս Անքուն եմ զոր ու գիշեր Նորից կեզ եմ ես հիշեր Ծորերի խացած արխեր Թողել ես դու ինձ անտեր Վայլել է շատ եմ կեզ կարոտել Դեքել է աչքս է ջուր գտել Օտարում ամանի ճամփեքով Քեզ հասնեմ արևոտ երկնքով Անհամբեր է սիրտս Դուրարի հոգիս Դու ես ուշտում միտքս Վերջ դու տաճանքիս Դաշտերով լեռներով շարունակում ենք ուղիղ եթերում ենք վերջին րոպեներն են եթերաժամի եւ այժմ մարզական նորություններ թեև մեր մշտական ռադիոլսող Տիկին Անահիտը, որը նաեւ Մոլի ֆուտբոլասերը արդեն ասաց թե ինչ է տեղի ունեցել 3 Այո, Ֆրանսիայի հաղթանակի մասին արդեն Տիկին Անահիտը պատմեց 2-0 հաշվով Մարոկոին հաղթած Ֆրանսիայի։ Ես էլ առաջիկա օրերի խաղերը ներկայացնեմ։ Դե ֆուտբոլասերները վստահաբար գիտեն, այսօր երեկոյան կարողանալու եք նայել Իսպանիա-Բելգիա խաղը։ Եվ Կիրակի օրն էլ կարող եք նայել Նորվեգիա-Անգլիա եւ Արգենտինա-Շվեյցարիա խաղերը։ Իհարկե մարզասերները այս օրերը շատ լավ գիտեն, բայց մեր այն ռադիոլսողների համար հատկապես, որոնք սիրում են աշխարհի առաջնության վերջին խաղերին միանալ եւ արդեն հաղթելու ավելի մեծ շանսեր ունեցող թիմերի խաղերը վայելել, ձեզ համար, ահա, կարող եք ֆիքսել։ Այո, եւ կարծես թե հուլիսի 19-ին է եզրափակիչ խաղը լինելու Երևանի ժամանակով ժամը 23-ին, լավ է, մի փոքր ավելի բարենպաստ եւ հարմար ժամ է դիտելու համար։ Դե մինչեւ այդ բնականաբար դեռ ձեզ կներկայացնենք առաջիկա զարգացումները, այս ամենին զուգահեռ նաեւ հայկական ֆուտբոլում ունենք նորություններ, կոնֆերենցիաների լիգայի 26-27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Փյունիկը Մալթայի Սենթենարի մարզադաշտում հյուրընկալվեց Մալթայի փոխ-չեմպիոն Մարսաշլոկին եւ Երևանյան թիմը վստահ հաղթանակ տոնեց 3-0 հաշվով, հակառակորդը ոչ մի գոլ չկարողացավ խփել։ Գոլերով աչքի ընկան հայկական ակումբից Յանսանեն, Դաշյանը եւ Կովալենկոն։ Պատասխան հանդիպումը կկայանա արդեն հուլիսի 16-ին Մայրաքաղաքում մեր Երևանում եւ կմեկնարկի ժամը 20-ին։ Իդեպ իհարկե այլ թեմայով, բայց Փյունիկից ներկայացուցիչ են հյուր ունենալու երկուշաբթի օրը, նրան նույնպես անձամբ շնորհավորելու եւ գուցե խաղի մասին նույնպես մի քանի հարց տալու հնարավորություն կունենանք, եւս մեկ անգամ շնորհավորում ենք։ Իդեպ քանի ասացիր, այո, մարզասերների ուշադրությունը հրավիրենք երկուշաբթի հենց մարզական գլխավոր տոնից ենք խոսելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունից եւ նաեւ ասենք, որ Goal Portal-ը թարմացրել է ոսկե գնդակի հիմնական հավակնորդների վարկանիշային աղյուսակը եւ հետեւյալ պատկերն ունի, այն գլխավորում է Harry Kane-ը, Բավարիայի եւ Անգլիայի հավաքականի հարձակվող։ Իդեպ հաճելի է, երբ այս ցուցակում արդեն
տեսնում ենք ոչ ամենաթոփ դեմքերին, որոնց անգամ ոչ ֆուտբոլասերները ճանաչում են։ Մայքլ Օլիսե, Բավարիայի եւ Ֆրանսիայի հավաքականի խաղացող եւ Կիլիան Մբապե, կարծում եմ ժամանակն է որ Մբապեն ստանա ոսկե գնդակ, բայց դե մրցակիցները շատ են, Ուսման Դեմբելեն կա նաեւ այս ցուցակում եւ Լիոնել Մեսին բնականաբար 5-րդ հորիզոնականում է ըստ գոլ պորտալի։ Էրլինգ Հալանդը, որը ոչ միայն կարծես թե այս աշխարհի առաջնության հիթն է, այլև ամբողջ համացանցը ողողված է Էրլինգ Հալանդի երիտասարդ ֆուտբոլիստի մասին մեմերով, նա բավական զվարճալի կերպով վարում է նաև իր սոցիալական ցանցերի էջերը եւ կարծես թե նույնիսկ ոչ մարզասերները հասցրել են սիրել այս վիկինգին, ինչպես նրան կոչում են համացանցում։ Լամին Յամալը Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականի 7-րդ հորիզոնականն է հավակնորդների ցանկում, իդեպ կարծում եմ, եթե պատահաբար նա հաղթի, նա կլինի պատմության, եթե չեմ սխալվում, ամենաերիտասարդ մարզիկը, որ ձեռք է բերել այս կոչումը։ Խվիչակ Վարացխելյան, մեր հարևան Վրաստանի հավաքականից եւ ՊՍԺ-ից 8-րդ հորիզոնականում է այս ցանկում։ Դեկլան Ռայսը Արսենալից եւ Անգլիայի հավաքականից եւ Լուիս Դիասը Բավարիայի ու Կոլումբիայի հավաքականի խաղացողը եզրափակում է ըստ գոլ պորտալի հավակնորդների տասնյակը։ Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, մենք ձեզ հաճելի ուրբաթ երեկո ենք մաղթում, ուրբաթ օր եւ իհարկե հաճելի հանգստյան օրեր։ Մի մոռացեք այո վարդավառի մասին, փորձեք այն տոնել եւ լավ ժամանակ անցկացնել։ Այո, 10:55, ինչը նշանակում է, որ եթերն ամփոփելու ժամանակն է, մենք եթերում եւս մեկ անգամ կլինենք երկուշաբթի կրկին, այնպես ասացի, կարծես թե վերջին անգամներ լինելու, մենք եթերում կլինենք երկուշաբթի եւ էլի ձեզ կասենք բարի լույս։ Every now and then I get a little bit terrified, and then I see the look in your eyes. Every now and then I fall apart. Every now and then I fall apart. Every now and then I get a little bit restless, and I dream of something wise. Every now and then I get a little bit helpless, and I'm lying like a child in your arms. Every now and then I get a little bit angry, and I know I've got to get out and cry. Every now and then I get a little bit terrified, but then I see the look in your eyes. Every now and then I fall apart. Every now and then I fall apart, and I need you now tonight, and I need you more than ever. And if you only hold me tight, we'll be holding on forever, and we'll only be making it right, 'cause we'll never be wrong. Together we can take it to the end of the line. The love is like a shadow on me all of the time. I don't know what to do, and I'm always in the dark. We're living in a powder keg and giving off balls. I really need you tonight. Forever's gonna start tonight. Forever's gonna start tonight. Upon a time I was falling in love, but now I'm only falling apart. There's nothing I can do, a total eclipse of the heart.